Ժամանակին Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից մեզ ասում էր, իր խոսքերն է մեջ բերում. ես ընդհանրապես չեմ հանդգնի երբևէ ասել, որ ընտրական օրենսգրքում պետք է փոփոխություններ տեղի ունենա իմ ուզած տարբերակով։ Այսօր մենք տեսանք այդ խոստման դրժումը, երբ երկրի ղեկավարը խոսում է ժողովրդի կամքից, բայց գործնականում ամեն ինչ անում է ընտրական մեխանիզմները սեփական քաղաքական շահերին հարմարեցնելու համար, դա բացահայտ արհամարհանք է քաղաքացու հանդեպ։ 2018-ին, ապա 2021-ին տրված խոստումները հերթով փշրվում են, բախվելով ինքնասիրություն ունեցող 100 հազարավոր քաղաքացիների խիզախ կամքին։ Երբ իշխանությունը սկսում է վախենալ ժողովրդի իրական ընտրությունից եւ փորձում է խաղի կանոնները փոխել սեփական հարմարավետության համար, դա նշանակում է միայն մեկ բան. նրանք այլևս չունեն ժողովրդի վստահությունը եւ պետք է գնան։ Եթե վարչապետի խոստումն այսպիսին է, ապա կարելի է պատկերացնել նաեւ, թե ինչպիսին կլինի խոստացված խաղաղությունը, բայց ժողովուրդն արդեն որոշել է, քանի որ ունի ինքնասիրություն, փոփոխություն լինելու է։